Տիկին Աղիկյան երեկ վաղարշաբաթ խոշորացված համայնքում ավարտվեցին թիմ ընտրություններ, ինչպիսի պատկեր դուք արձանագրեցիք, հա, այո, իշխանությունը կարողացավ 48% վերցնել եւ ըստ էության կվերցնի համայնքային իշխանությունը, ձեր գնահատմամբ սրանք ինչպիսի ընտրություններ էին, ինչ խախտումներ արձանագրեցիք, ինչ էր տեղի ունենում, վարչական ռեսուրսը ինչ չափով կիրառվեց, որպեսզի նման արդյունքներ ապահովեն։ Խայտարակ ընտրություններ էին իրականում, որովհետև վարչական լծակը օգտագործվում էր 100 եւ ավելի տոկոսով, նաև ժամը 7:15-ից եղել ենք ընտրատեղամասում եւ արձանագրել ենք բազմաթիվ խախտումներ։ Առաջին հերթին ընտրատեղամասի տարածքում, շատ մերձակա տարածքում կային այսպես կոչված տասովչիկներ, ովքեր ուղղորդում էին մարդկային կուտակումներ էին, արդեն 8:15-ից նկատվում էին մարդկային կուտակումները, մարդկանց մեքենաներով բերում էին ընտրություններին, մինչև ընտրատեղամասի մուտքը ուղեկցում էին, փորձում էին անգամ նույնիսկ որպես օգնող ներկայանալ, որպեսզի վստահ լինեն, որ իրենց քաղաքացիական պայմանագրի ուժի օգտին են քվեարկելու, այսինքն իշխանությունը հստակ հասկանալով, որ մարդիկ մերժում են, մասսայական մերժում են, զզվում են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, կիրառեցին բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կարողանան վաղարշաբաթցիների վստահության քվեն վերցնել։ Վստահության քվեն ոչ թե վերցնել, այլ գողանալ ժողովրդից, մարդուն պարտադրելով բերել ընտրատեղամաս, մարդու գլխին կանգնել, որ անպայման ընտրի այն քվեաթերթիկը, որը իրենց է հարկավոր, անպայման դուրս գալուց հետո հարցնել ճիշտ ես ընտրել, հո չես սխալվել, հո չես փչացրել թերթիկը։ Սրանք այն բոլորը ապացուցում են, որ վաղարշաբաթ խոշորացված համայնքի ընտրությունները հիանալիորեն մանրակրկիտ ձևով պատրաստված էին քաղաքացիական պայմանագրի կողմից եւ ոչ թե քաղաքացիների, ոչ թե ընտրողի ցանկությունն ու ձայնը քվեն է արտահայտվել, այլ արտահայտվել է քաղաքացիական պայմանագրի վախերը, ստիպողաբար ընտրությունը, չնայած նրանք փորձեցին ցույց տալ, որ իբրև ժողովրդավար ընտրություն է, ընտրատեղամասում հնարավորին անգամ ընտրատեղամասում ուղղորդումները նկատվում էին։ Բազում խախտումներ արձանագրել ենք, կոնկրետ 14/28 եւ 14/29 ընտրատեղամասերում, որը Արագած գյուղն է, ներառում իր մեջ, բոլոր ընտրախախտումները հիմնականում ստիպել ենք, որ հանձնաժողովի նախագահները արձանագրեն, իսկ ընտրախախտումները տարբեր էին։ Ընտրատեղամասում անգամ ուղղորդում էին եւ պարտադրում էին իրենց ցանկացած քվեաթերթիկը դնել։ Այս ընտրությունները ժողովրդավար չենք կարող կոչել, այս ընտրությունները պարզապես ապացուցեցին, որ քաղաքացիական պայմանագիրը մարդկանց օգտագործում է, որպեսզի վերարտադրվի, իր վախերը փորձելով հետևում թողնել։ Տիկին Աղիկյան, նաև կա այսպիսի քարոզչական հնարք, որքանով որ ես հասկացա, որ հատկապես գյուղի բնակիչներին, Խոյ համայնքի բնակիչներին, որտեղ ղեկավար եղել Արգիշտի Մեխակյանը ժամանակին, մարդկանց համոզել, որ սա ոչ թե ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի ընտրություն, այլ Արգիշտի Մեխակյանը իրենց գյուղի տղան է եւ իրենց իրեն գյուղի տղային աջակցում են։ Կար արդյոք նման քարոզություն թե ոչ։ Այո, բնականաբար կար, հենց դրա վառ ապացույցներ այն, որ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց ողջ քարոզարշավի ընթացքում, այսինքն իր բնից գլուխը չհանեց եւ թաքնված մնաց, որովհետեւ հստակ հասկանում էր, որ իր մասնակցությունը ապահովելու է քաղաքացիական պայմանագրի լիովին պարտությունը։ Մարդիկ գալիս էին խեղճ ու կրակ, մարդիկ գալիս էին ընտրության ասելով, որ մենք ընտրում ենք ոչ թե Նիկոլին, մենք ոչ թե ընտրում ենք քաղաքացիական պայմանագրին, մենք նրանց ատում ենք, նրանք վաղուց մերժված են մեր կողմից, մենք ընտրում ենք մեր տղային։ Մեր տղա ասելով ի նկատի ունեին Արգիշտի Մեխակյանին, սակայն ոչ բոլորն էին լիովին ընկալում, որ Արգիշտի Մեխակյանը ոչ թե իրենց տղան է, վաղուց արդեն Արգիշտի Մեխակյանը Նիկոլ Փաշինյանի տղան է, քաղաքացիական պայմանագրի հայատյաց եւ դավադիր ծրագրերը իրականացնող տղան է, ով ուրացել է իր հորվաստակը եւ ես վստահ եմ, որ Արգիշտի Մեխակյանը ինքն էլ ամաչում է այդ թիմի մասը կազմելուց, որովհետև նրա քարոզչական պաստառների վրա քաղաքացիական պայմանագրի նշանը շատ փոքրիկ էր, որպեսզի չերևա մարդիկ չտեսնեն, որ իրենք քաղաքացիական պայմանագրի հետ են։ Այս, ինչպես ասում են, ֆիշկան, այս խայծը կուլ տվեցին մարդիկ եւ փորձեցին
մարդկանց խաբել, որ Արգիշտի Մեխակյանը Նիկոլ չէ, Արգիշտի Մեխակյանը ՔՊ չէ, բայց լիովին Արգիշտի Մեխակյանը 100%-անոց եւ Նիկոլ է եւ 100%-անոց ՔՊ է եւ Արգիշտի Մեխակյանը ստորագրում է այն բոլոր ծրագրերի տակ, որոնք բերում է հայատյաց եւ դավադիր Նիկոլ Փաշինյանը։ Տիկին Աղիկյան, նաեւ մենք տեսանք այսօր Նիկոլ Փաշինյանի գրառումը, որ իբրև թե վաղար շաբաթի բնակիչները նոր լիցք են հաղորդել հակաեկեղեցական շարժմանը։ Նախ մենք արդեն արձանագրեցինք, որ իրենք 50+% չեն հավաքել, այսինքն անգամ մասնակիցների մեծամասնությունը իրենց կողմ չի, դեմ է եղել 52%-ը, իսկ կողմից քաղաքացիների մեծամասնությունը չի մասնակցել ընտրությունների 55%-ը։ Ինչու է Փաշինյանը նման ձևակերպումներ օգտագործում եւ արդյոք մենք կարող ենք սպասել, որ իրականում եկեղեցու նկատմամբ այս հարձակումները տեղի կունենան մոտ ապագայում։ Եկեղեցու նկատմամբ հարձակումները բնականաբար տեղի կունենան մոտ ապագայում։ Նիկոլ Փաշինյանը երբեք հաշվի չի առել քաղաքացիների կարծիքը, երբեք հաշվի չի առել 3 միլիոն վարչապետերի կարծիքը։ Նա միշտ կարողացել է կորզել մարդկանցից այն, ինչը իրեն անհրաժեշտ է, որպեսզի իր դավադիր ծրագրերը իրականացնի։ Մարդկանց, նորից եմ կրկնում, խաբելով, մոլորության մեջ գցելով, թե իբրև Արգիշտի Մեխակյանը նիկոլական չէ, Արգիշտի Մեխակյանը ՔՊ-ական չէ, կորզեցին այդ քվեները, դրանք ոչ թե վստահության քվեներ են, այլ դրանք մոլորված եւ վախի մթնոլորտում գողացված քվեներ են, որոնցով իրենք հակաեկեղեցական քարոզը բնականաբար շարունակելու են եւ հասցնելու են իրենց ավարտին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը անպայման օգտվելու է առիթից եւ ասելու է, ինչպես որ այսօրվա իր ուղերձում էր գրել, որ ժողովուրդը մեզ արտոնել է, որպեսզի հայ առաքելական եկեղեցիները վերածենք մզկիթների։ Եվ Արգիշտի Մեխակյանն էլ քարոզարշավի ընթացքում ասել է, որ իր ընտրվելու պարագայում հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղորդված եւ ուղղված պայքարը, Փաշազադեի հրահանգով ուղղորդված պայքարը ինքը թույլատրելու է, որպեսզի հասցնի, որպես Էջմիածինի քաղաքապետ, նաեւ թույլատրելու է, որպեսզի հավաքներ լինեն եւ հայ առաքելական եկեղեցին վերածվի մզկիթների։ Ինչպես է գնահատում ընդդիմադիր տարբեր ուժերի մասնակցությունը, որոնք չհաղթարեցին անցողիկ շեմը, արդյոք պետք է այդտեղից հետևություններ անել, որ այն ուժերը, որոնք վստահ չեն, որ գոնե անցողիկ շեմը կհաղթարեն, չմասնակցեն ընտրություններին։ Բնականաբար այն ուժերը, ովքեր չեն կարողացել հաղթահարել անցողիկ նվազագույն շեմը, այո, պետք է հետևություններ անեն եւ իրենց քաղաքականությունը, իրենց աշխատելավոճը փոխեն, որպեսզի կարողանան մարդկանց իրականում ցույց տալ իշխող ուժի դավադիր հայացքները, նրանց ծրագրերի հայատյաց եւ հակահայ լինելը, թուրքամետ լինելը, որպեսզի կարողանան հաղթահարել։ Իսկ մյուս ընդդիմադիր այն ուժերը, որոնք Մայր Հայաստանը եւ հաղթանակ դաշինքն էին, որ կարողացան հաղթահարել այս քվեի գողանալու պարագայում, կարող եմ հպարտորեն ասել, որ Մայր Հայաստանը կարողացավ հաղթահարել շեմը եւ անցավ, փաստորեն ինչպես Երևանում, ինչպես Գյումրիում, այնպես էլ արդեն վաղարշաբաթ խոշորացված համայնքում Մայր Հայաստանը ներկայացված է լինելու, սա նշանակում է, որ մեր գործունեությունը քաղաքացիների կողմից ընդունելի է, քաղաքացիները արտոնում են, որպեսզի Մայր Հայաստանի ծրագրերը իրականանան, իրականություն դառնան, նրանք տեսնում են, որ միակ վստահելի ուժը, ով մաքուր եւ ինքնուրույն կենսագրություն ունի եւ փորձում է քաղաքացիների քվեն հասցնել իրենց ավարտին, դա Մայր Հայաստանն է։ Իսկ այն ուժերը, ովքեր պարտվել են այս ընտրություններում, վստահաբար հետևություններ պետք է անեն եւ փոխեն այն քաղաքականությունը, որով առաջ են շարժվել մինչ այսօր։